Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Հարավ ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ Դերենիկ Մալխասյանը, շնորհակալ եմ Դերենիկ, այսօր պարզվեց, որ ոչ միայն ձուկը ուտելի չի Հայաստանում, վատ ձուկ է, Նիկոլ Փաշինյանը վաղուց հայկական ձուկ չի ուտում, այլև կոնյակը խմելու չի, պարզվում է։ Դե ընդհանրապես այն ինչ մենք արտահանում էինք Ռուսաստանի Դաշնություն, բարձր ճիշտ էին ասում ռուսները, ախպեր է ամեն ինչ, ամեն ինչ հետևը քաղաքական ենթատեքստ չկա։ Եթե գրոտեսկով ներկայացնենք, հա, տենց էլ ստացվում է, որ ձուկը ուտելու չի, կոնյակը խմելու չի, պամիդորից ընդհանրապես լուծ են ընկնում, քյոմայից փորկապություն ու տենց շարունակ, հետո կպարզվի որ ծաղիկի հետ էլ ինչ-որ կապ, ինչ-որ բան են չի, այսինքն տպավորություն է ստեղծվում, որ ամեն կողմից խոսում է արտահանման դիվերսիֆիկացիայի մասին, բարձր ստանդարտների մասին, մյուս կողմից երկրի վարչապետը, ով ըստ էության պատասխանատու է, եթե շատ ընդհանուր վերցնենք, երկրում արտադրանքի համար, որովհետև իր ենթակայության տակ գտնվող մարմիններն են, չէ՞, վերահսկում այդ ամեն ինչը, որ ամեն ինչ համապատասխանի նորմատիվային ակտերին։ Իմիջիալից այդ լոլիկի հետ կապած հենց ինքն էր ասել, որ ձկա հոտ է գալիս, էլի այդ լոլիկի, այդ վերջերս էր ասում այդ ամեն ինչը։ Ինքը պետք է վերահսկի ու մարդը, ես միշտ ասել եմ, որ այս վերջին 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը դուրս չի եկել ընդդիմադիր գործի կերպարից ու անընդհատ ինչ-որ մարդիկ է գտնում պետական ապարատի ներկայացուցիչներ մեղադրելու այս կամ այն արարքների համար։ Իրեն լսենք, մեր միակ աշխատող բանը Նիկոլն է։ Միակ աշխատողը ինքն է, դատարանները կոռումպացված են, դատավորները չգիտեմ ինչ են, վնգստացող են, զինվորականները վախկոտ, գործակալը ընդդիմությունը իրեն չի ենթարկում, հələ կարելի է մի կերպ տանել, էլի, բայց մնացածը արտադրանքի հետ կապված պրոբլեմա, շինարարություն չեն կարողանում անել, այսինքն որ ոլորտը ուզում ես վերցրա, այդտեղ ինչ-որ խնդիր կա, որի դեմ ինքը ոչ թե հերոսաբար պայքարում, այլ հերոսաբար քննադատում է այդ պրոբլեմները։ Հիմա հասել է գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը, ու այնտեղ շատ դաժան քննադատության է։ Դերենիկ նոր տարվա ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը ասում էր տան հին բաստուրմի վրա ձու ենք ջարդում ուտում ենք, իսկ գուցե ձկան եւ կոնյակի վրա ձու ջարդի սկսի ուտել, ինչ-որ ձևով օգտակար լինի։ Եթե փորլուծություն չի առաջացնի, հա, կարելի է այտենց ինչ-որ էքսպերիմենտներ անել, բայց ասածս ինչ է, որ իմ մոտ տպավորությունն է, որ հետևողականորեն ինքը հարվածում է մի կողմից գյուղատնտեսությանը, մյուս կողմից արդյունաբերությանը։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու է այս մակարդակով հակաքարոստարվում։ Ուզում եմ ասի, որ իմ ձախողումը չի, իմ պատճառով չի Պուտինը բարկացել, այլ դուք վատ, հայ ժողովուրդ վատ արտադրանք եք տանում Ռուսաստան, հələ Նիկոլին էլ ամոթով եք թողում ընդդեմ։ Հիմա տեսեք, խնդիրը ինչումն է։ Եթե ինքը իմացել է, որ ժեշտից բոշկաների մեջ դրած տախտակներով կաղնու կոյնակ են սարքում, որյան կոյնակ են դնում, որը չի համապատասխանում նորմատիվ ակտերին, եթե ինքը իմացել է, որ ձուկ այդքան էլ ուտելու չի, լոլիկից ձկան հոտ է գալիս, չգիտեմ ծաղիկներից ինչի հոտ է գալիս, ու դու չես կիրառում մեխանիզմներ, միջոցառումներ չես ձեռնարկում այդ ամեն ինչի դեմն առնելու համար, որպեսզի քո արտադրանքը լավը լինի, մրցունակ լինի արտաքին շուկաներում, ուրեմն նշանակում է, որ դու թերացել ես։ Հիմա այդ մասին ինչ ես խոսում, դա խոսում ես այն բանի համար, որ մի կողմից արդարացնես ըստ էության սահմանափակումները, որը դու չես կարողանում դրանք հաղթահարել, ինքը ասել էր, չէ, ընտրություններից առաջ, որ լեզու կգտնի Պուտինի հետ, այդ հարցերը ինքը կգնա շատ արագ կարգավորի, ես հավատացած եմ, որ շատ-շատերն էլ հավատացել էին, ասել էին հեսա։ Ես վստահում եմ հավատացել էին, մարդիկ գյուղական համայնքներով հատկապես ասում են, դե սա հունիսի 8-ից հետո բացվում է, բայց մի բան այդտեղ մի դրվագ կա, ֆիքսվենք, հա, դրա վրա։ Մեր հարևան գյուղում մի գիժ կար, Թաթուլ անունով,
ինքն էլ մշտապես դժգոհում էր, որ լոլիկից ձկան համ է գալիս, իսկ ձկից լրիվ ուրիշ համ է գալիս, ցեխի համ է գալիս, ասում են լավը չի հայկական ձուկը, բայց Գիշ Թաթուլը պետական պաշտոնյա չէր, վարչապետ չէր։ Ինքը դրա համար պատասխանատու չի։ Էդ եմ ասում։ Հիմա բայց այս մարդուն պետք է հարց ուղղվի։ Ես կարծում խորհրդարանում էլ հիմա հետ հարց պիտի ուղղվի, որ դու Գիշ Թաթուլից տարբերվում ես։ Դու վարչապետի պաշտոնն ես զբաղեցնում լավից վատից լեգիտիմ, ապա լեգիտիմ։ Եվ դու պատասխանատու ես դրա համար։ Երբ որ այսինքն ռուսները որ ձայն չանեին, այսպես բան մեր ազնիվ ցեղը պիտի կորչեր գնար։ Ու ասենք թունավոր ձկներով ու մենք չիմանալով իր նման տեղեկացված չլինելով ուտելու ենք այդ ձուկը, հակը ուտում ենք այդ ձուկը, այդ լոլիկը, այդ քյոման, այդ չգիտեմ ինչը, ու փաստորեն ինչ սննդային դիվերսիա է։ Հետո սաղիկից ինչ համ է գալիս։ Դե ուտողը կիմանա, ուտողը կիմանա։ Եթե Նիկոլը կերել է, թող դա էլ ասի կառավարությունը։ Ուտողը կիմանա այդ ամեն ինչը, բայց այստեղ խնդիրը ավելի լուրջ է։ Ըստ էության իմ մոտ տպավորությունն է, որ միտումնավոր ոչնչացնում են թե գյուղատնտեսությունը, թե արդյունաբերությունը, ու դա արվում է ինչի համար, որ Ռուսաստանից կախվածությունը, դե քանի որ շուկաներ չեն կարողանում գտնել ոչ Եվրոպայում, ոչ արաբական երկրներում, այն ծավալները չի ապահովում էլի այդ կողմերում, ու չեն էլ կարող մրցունակ լինել, միակ շուկան մնում է Ռուսաստանը, այնտեղ էլ չեն կարողանում հարցերը լուծել, ավելի լավ է այս ամեն ինչը վերացնենք դնենք կողքի, որ բողոքող էլ չլինի, թե ասենք իմ ծաղիկը, իմ ձուկը, իմ լոլիկը ինչի չի արտահանվում։ Այսինքն տնտեսական առումով ինքը ոչ թե ապահովում է դիվերսիֆիկացիա, որ ապրանքները արտահանվեն եւ այլն, այլ ընդհանրապես խնդիրը քոքից վերացնում է։ Հասկացանք, բայց դա 1 ամիս, 2 ամիս այդ ժողովրդի խոսքով ասած կռուտիտներով կարողացավ, բայց վերջը ձմեռ է, մարդիկ փողի կարիք ունեն, ջերուցման կարիք ունեն։ Վերջը վերանում է, այդ մարդիկ գնալու են ամեն մեկը միտեղ, ամեն մեկը մի ձևով գլուխները պահելու են։ Հիշում եք էկոնոմիկայի մի նախարար կար խաղողի մթերման հետ կապված, որ հարց տվեցին, որ խաղողը չի մթերվում եւ այլն, ասաց, «Բեր ինչ եք ընկեր խաղող եք մշակում, արեք Երևան տաքսի քշեք»։ Այսինքն այդ մարդիկ ինչ որ ձևով ես չեմ կարծում որ սոցիալական բունտ, եսի ինչ, այդ մարդիկի վերջո իր կլիենտներն են, չէ, հիմնական մասը այդ տուժածների հիմնական մասը, օրինակ Արարատյան, ես թվերով եմ ասում, հա, Արարատյան դաշտավայրի այդ համայնքների ընտրության արդյունքները, որ նայում ես շատ բավականին բարձր թվեր է։ Ընդդիմությունը լավ բան էր առաջարկել ժողովրդի չընտրել։ Ես ընդդիմությանը ընդհանրապես չեմ էլ քննարկում։ Ես ասում եմ, այն մարդկանց, ովքեր վստահելով Նիկոլ Փաշինյանին գնացել ընտրել են։ Եղել ուրիշ տարբերակում վստահ։ Չգիտեմ, երևի եղել է ուրիշ տարբերակ։ 10 քանի կուսակցություն ու բաներ կարային չգնային, մի րոպե, կարող էին չգնային, այդ ձևով արտահայտեին իրենց դիրքորոշումը, բայց այդ մարդիկ հավատացել, գնացել ընտրել։ Ամբողջ ընդդիմությունը ասում էր գնացեք ընտրատեղամասեր, ոչ չգնային։ Հիմա ես իրենց, եթե մարդը հավատում է այդ քաղաքական ուժին, հավատում է Նիկոլ Փաշինյանին, ինքը ցանկացել է գնալ ընտրել այդ մարդուն ու հիմա ինքը դժգոհում է։ Ես ուղղակի իրեն փորձում եմ բացատրել, որ եղբայր շատ սխալ տեղից ես վստահել, ինքը չի լուծելու քո խնդիրները, դու հայտնվելու ես սոցիալական կրիզիսի առջև, սոցիալ-տնտեսական, եւ դրան լուծում տվողը Նիկոլ Փաշինյանը չէ։ Հիմա ինքը ինչ հոգեվիճակում կհայտնվի, ինչ լուծումներ կգտնի, այդ արդեն երկրորդական խնդիր է, ու այստեղ ասեմ, որ խոստացել էին ինչ որ փոխհատուցումներ, չէ, այդ ժողովրդին։ Կան այդ փոխհատուցումները, ես կարծում եմ չկան այդ փոխհատուցումները։ Հիմա տեսեք, խնդիրը ավելի գլոբալ է, քան ծաղիկը, քան ձուկը, քան լոլիկը, որովհետև սա տնտեսության մի մասն է։ Կա մեկ այլ մաս, էներգետիկա, էներգետիկայի առումով որ վերցնում ենք, գրեթե նույն բանն է տեղի ունենում։ Հիմա գնում է հակաքարոզ ատոմակայանի դեմ, այսօր խոսում էր ատոմակայանի պայթելու վտանգների մասին, թե որքանով է Հայաստանը տուժում, թե որքանով է Թուրքիան տուժում։ Հետո արանքտեղ խոսում է այնտեղ ինչ որ այլընտրանքային միջոցներով էներգիա ստանալու համակարգերի մասին, արևային էներգիա չէին սարքում։ Մոդուլային։ Տեսեք, խնդիրը որն է։ Ընտրությունից առաջ ասեցին, չէ՞ որ բերում են մոդուլային։ Չէ, այդպեսի բան չկա, իրանք ուղղակի նայեք, քարոզչական փոշին տարբերենք իրականությունից, էլի։ Կա Ամերիկա, կա մոդուլային ատոմակայան, կան խոսքեր, կան հայտարարություններ, բայց դա չի նշանակում, որ ամերիկացիները ասում մոդուլային հենա համաձայնագիրը ստորագրել են, բերելու են։ Տեսեք, այլ բան է
քարոզչական փոշին, այլ բան է թե ինչ բարերի վրա շեշտադրումներով է այդ ամեն ինչը Ախր թղթեր էլ ստորագրեցին, թե J.D. Vance-ներ եկել։ Չի ստորագրվել ոչ մի թուղթ մոդուլային ատոմակայան կառուցելու մասին։ Այդպիսի թուղթ չկա։ Հետո այդ քարոզչական փոշուց անդին իրենք սկսում են խոսել տարբեր մոդելների մասին, ամերիկյան, ռուսական, հնդկական, Ժողովուրդը չինական։ հիմա երևի պիտի հասկանա, որ մտքերի փոխանակման, չգիտեմ, համաձայնեցման հուշագիրը ամենևին ատոմական կառուցելու պայմանագիր է։ Ինչի է նման, որ օրենք ընդունեցին եվրոինտեգրացիայի մասին, Եվրամիությանը անդամագրվելու մասին, չէ՞։ Մտանք վերջը։ Ճանապարհին ենք շատ դանդաղ են ցեխի մեջ խրված, հələ ասենց բուքսավատ ենք անում, բայց այդ քարոզչական ժողովուրդը նայում ասում է, հա, օրենք են ընդունել Եվրամիության անդամակցության մասին, սա Եվրոպա, հələ տեսեք ինչ հորիզոններ է բացվում մեր առջև, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Իրականությունը այն է, որ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում, իրականությունն այն է, որ որևէ ստանդարտի չես համապատասխանում Եվրամիության անդամ դառնալու համար, իրականությունն այն է, որ Եվրամիության անդամ դառնալը հնարավոր կլինի այս տեմպերով ինչ որ կա, առաջիկա այդ շատ հիպոթետիկ եմ ասում, էլի որ ամեն ինչ շատ բարեհաջող ընթանա 30-40 տարվա ընթացքում, մոտավորապես 30-40 տարվա ընթացքում։ Ասածս այն է, որ քարոզչական փոշին կա, բայց հենց որ այդ փոշին ենկոմ ես տանում ու տակը նայում ես, ինչ կա։ Հիմա ատոմակայան չկա։ Կարողա բանի տեսեք, դուբից փայտերով չեն, երկաթից տակառը չէ ատոմակայանը փակելու պահանջը դա դրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Իրենց հիմնական թիրախը ատոմակայանն է, որովհետեւ էներգետիկ անվտանգությունը, էներգետիկ ինքնաբավությունը ինքնիշխանության կարևոր ատրիբուտներից մեկն է։ Առավել եւս մեր այս ժամանակաշրջանում, երբ էներգետիկայից շատ բան է կախված։ Հիմա այդ դրան զուգահեռ ատոմակայանը փակելուն զուգահեռ ինչ է խոսում Ալիևը։ Ալիևը ասում է, որ հոսանքի գծեր կանցկացնում։ Հոսանքի գծեր են կանցկացնում դեպի Հայաստան, որը հնարավոր է, որ առաջիկայում օգուտ տա Հայաստանին, որովհետև այստեղ ատոմակայանը փակելուց հետո կարող է առաջանալ էներգետիկ ճգնաժամ։ Այսինքն Ալիևը գիտեր միջև կառավարության ծրագրի ներկայացումը, որ ատոմակայանը պիտի փակվի։ Դա տևական քննարկված թեմա է։ Ալիևը անում է քայլեր եւ անում է հայտարարություններ, որոնք շատ մոտ են Հայաստանում տեղի ունեցող։ Սա ինչ եմ ասում, որովհետև մենք որպես հանրություն, հա, միջև այս Փաշինյանի ելույթը, միջև Ալիևի ելույթը, մենք գիտենք, որ այո, այս ատոմականին 10 տարի ժամանակ է մնացել, բայց գիտենք, որ ամերիկացիների հետ քննարկում են ինչ-որ մոդուլային ատոմական կառուցելու հարցը։ Ալիևը ներողություն, Ալիևը հրապարակ եկավ եւ առաջինը ինքը ասեց, որ Հայաստանը ատոմական չի ունենալու։ Ոչ թե սինը փակելու են նորը բացել, այլ չի ունենալու։ Առաջինը ինքը ասեց, որ Հայաստանը կանգնելու է էներգետիկ ճգնաժամի առջև եւ մենք այս Ադրբեջանը օգնելու ենք այդ ամեն ինչին։ Հետո լոգիստիկ խնդիրները, որը տեղափոխվել է Ադրբեջանի, հետո այլև խոսվում է նաև Թուրքիայի տարած տեղափոխելու մասին։ Այսինքն այս ամեն ինչը, եթե նայում ենք մեծ խճապատկերով, իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով տարբեր ուղղություններով, երկաթգծից, լոգիստիկ այլ հնարավորություններից սկսած վերջացրած էներգետիկայով եւ ապրանքների արտահանմամբ, իրենք տանում են Հայաստանը դեպի ադրբեջանա-թուրքական գաղութացում, որովհետև լոգիստիկայի տեսանկյունից կախված ենք լինելու Ադրբեջանից, Թուրքիայից, էներգակիրների առումով, ոչ միայն էլեկտրականության, այլ նաև նավթի, հետո նաև գազի, հիմա գազին էլ կանրադառնանք, այդ առումով կախված ենք լինելու Ադրբեջանից, մեր ապրանքների արտահանումը, այդ դեպքում մենք արտահանում չենք ունենալու, ավելի շատ ներմուծում ենք ունենալու, օրինակ Թուրքիայից գյուղմթերքների առումով Թուրքիան հանդիսանում է ապրանքներ արտահանող երկիր, բավականին էժան, որովհետև այնտեղ պետությունը սուբսիդավորում է, այստեղ քաղաքացին ուտելու է էժան լոլիկ, համեմատաբար, բայց գյուղացին այլևս լոլիկ չի մշակելու։ Քաղաքացիները շատ գոհ են լինելու, որ Նիկոլի ջանքերը քաղաքում կապրանք ինչ եղել։ Ահա, ու իմիջայլոց 1 միլիոնանոց բնակչությունը բոլորը բավական է սպասարկող երկիր դառնալու համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է ադրբեջանա-թուրքական գաղութացման բոլոր առումներով, այսինքն երբ իրենք խոսում են, ասենք, երբ ընդեղից ասում են դե գազի հետ խնդիր կունենաք, ինչ են ասում ԿՊԱ-ականները, ոչ մի անգամ, մի քանի անգամ կրկնել են,
ոչինչ, Ադրբեջանից այդ գազը կբերենք։ Նու Իրանն էլ են ասում, որպեսզի դեն շատ կոնտրաստ չստացվի, բայց հիմնական Թեպետ Իրանի մասով Թրամփ հայտարարեց, որ Իրանի հետո առևտրի մեջ մտնի։ Դա էլ մեկ այլ խնդիր է, բայց Իրանի հետ այստեղ չի խնդիրը Ադրբեջանից գազ ստանալու մեջ է, եթե դա լինի, մենք տեսանք թե Արցախում ինչ տեղի ունեցավ, այսինքն երբ դու էլեկտրաէներգիայի փականը, գազի փականը, լոգիստիկ փականը տալիս ես Ադրբեջանին ու դու այդ ամեն ինչը համեմում ես խաղաղության, եղբայրության, բարեկամության, որը իրականում չկա, դա քարոզչական փոշի է, քարոզչական հնարքներ են, յուրաքանչյուր պահի այլևս ինչու է ասում 4-րդ հանրապետություն, 4-րդ հանրապետությունը այն մասին է, որ դու դառնալու ես ադրբեջանա-թուրքական ենթակայության գաղութացված մի երկիր, որը ունի սպասարկող անձնակազմ, այդ կարող են լինել հայեր կամ այլ ազգություններ, որևէ խնդիր չէ, այդ ամեն ինչը եւ դու որպես տարածաշրջանային գործոն ուղղակի վերանում ես։ Այսինքն նաեւ անվտանգության համակարգի մասը։ Բայց այդտեղ մի բան ավելացեք, այդ բանից լոլիկից էլ ձկան հոտ չի գալու, այդ որ տեղի ունենա պլաստմասի հոտ է գալիս։ Ինչքան գիտեմ, ասում են, որ թուրքական լոլիկից էլ պլաստմասի հոտ է գալիս, բայց ձկան հոտ չի, այդ ձկան հոտի խնդիրը կլուծվի, չգիտեմ, կոնյակի հետ կապված այդ ժեշտի բոշկեկի խնդիրը կլուծվի, թե չի լուծվի։ Ահա։ Մնացած ծաղիկը երևի թե ինչ որ բան կանեն, ես չգիտեմ ինչ կանեն, բայց ինչ որ բան կանեն։ Շատ ծաղիկ նվիրեն, ոչ ռոմանտիկ ժողովուրդ է։ Թող վերջը իրար մի քիչ շատ ծաղիկ նվիրեն։ Այսինքն մենք հայտնվելու ենք հիմա որ խոսում են, չէ, հիմա որ խոսում են 300,000 ադրբեջանցի քյարքի, Տիգրանաշեն եւ այլն Տավուշից, սա այսբերգի վերևի մասն է։ Ադրբեջանը որևէ խնդիր չունի այստեղ, ասենք ինչ որ Տիգրանաշեն վերցնելու կամ որևէ այլ անկլավ վերցնելու։ Սա ամբողջի համար պայքար է ու ի պատիվ Ալիևի այդ ամեն ինչը ինքը չէր թաքցնում։ Ինքը շատ ակնհայտ, շատ պարզ լեզվով հայ ժողովրդին տեղեկացնում է, չի զգուշացնում, տեղեկացնում է, որ լինելու է այսպես։ Այլ հարց է, որ հայ ժողովրդի մի մասը, հայաստանցիների մի մասը անվերապահորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին։ Լավ, վերջին հարցը դերենիկ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ քաղաքբանտարկյալներ է պահում, բանտերում եւ նրանց գրեթե բոլոր քաղաքբանտարկյալները կողմ են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, պահպանմանը, ինչու է պահվում այդ քաղաքբանտարկյալները։ Դրանք պատանդներ են, որպեսզի ռուսները փոխեն իրենց քաղաքականություն, թե այլ բան պետք է տեսնեն։ Տեսեք, նաև պատանդի խնդիրը կա այստեղ Անդրանիկ Թևանյանի գործը, նաև Արեգնազ Մանուկյանի, որոնք իրար հետ կապ ունեն բնականաբար դասական օրինակ է քաղաքական հետապնդման աշխարհաքաղաքական մոտիվներով։ Անդրանիկ Թևանյանը այն քաղաքական գործիչն էր, ով հանդես էր գալիս հայ-ռուսական հարաբերությունների համակարգային պահպանման համար օգտին։ Անդրանիկ Թևանյանը այն քաղաքական գործիչն էր, որը նշում էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորվեն ոչ թե կզածի կարգավիճակում, այլ երաշխավորի ներգրավմամբ, օրինակ նույն սահմանագծման, սահմանազատման հետ կապված խնդիրները ի օգուտ Հայաստանի հանգուցալուծելու։ Անդրանիկ Թևանյանը այն քաղաքական գործիչներից էր, ով իմիջիայլոց այցելել էր նույն Դոնբաս, որը կարծում եմ աշխարհաքաղաքական հետք է թողել հայկական համայնքի խնդիրներով այնտեղ զբաղվելու, այսինքն եթե նայում ենք այս շարքին, ապա տեսնում ենք, որ նա բանտարկվել է ոչ այնքան ներքաղաքական խնդիրների պատճառով, որքան հայ-ռուսական հարաբերություններին հարված հասցնելու համար։ Այստեղ պրո-ռուսական գործի մասին չի խոսքը, այստեղ խոսքը այն մասին է, որ այդ գործիչը հանդես էր գալիս հայ-ռուսական հարաբերությունները ռեստարտ անելու, ավելի համակարգային, ավելի իրատեսական հողի վրա դնելու համար, եւ դրա համար այդ մարդը բանտարկված է։ Սա ինչ մեսիջ է, սա մեսիջ է հասարակությանը, սա մեսիջ է նաև արտաքին խաղացողներին, որ ես առաջնորդվում եմ հայ-ռուսական հարաբերությունները ապամոնտաժելու քաղաքականությամբ, որ այդ ապամոնտաժման ընթացքում մենք ունենալու ենք
4-րդ հանրապետություն, որը շատ նման է արևմտյան Ադրբեջանի, որովհետև դու եթե հայ-ռուսական հարաբերությունների համակարգը փլուզում ես, կարող ես հասնել մինչև Կարսի պայմանագիրի միջայլոց։ Կարսի պայմանագիր, որով ձևավորվել է ներկայիս Հայաստանը իր տարածքներով, իր տրամաբանությամբ։ Իսկ Կարսի պայմանագրով, Կարսի պայմանագրից առաջ, եթե դա էլ ես փլուզում, ի վերջո այս Հայաստանը, որ գոյություն ունի հայ-ռուսական պայմանագրի պայմանավորվածության թուրք-ռուսական պայմանավորվածության պայմանագրի հետևանք է։ Եթե այդ ամեն ինչը փլուզվում է, ուժի մեջ է մտնում օրինակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Բաթումի պայմանագիրը, որով 9-10 հազար քառակուսի կիլոմետր է։ Եվ եթե հայ ժողովուրդը պետք է հասկանա, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնում, այստեղ ոչ թե խնդիրը ռուսներն են, ռուսների բարի կամ չար աչքերն են, այլ խնդիրը Հայաստանի ինքնաբավությունն է, ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունն է, որը Նիկոլ Փաշինյանը դրել է որպես խաղադրույք եւ իմիջիայլոց դա էլ անում է իր չեղած քանի որ հիմա լեգիտիմություն չունի, իր իշխանությունը պահելու համար հիմա իշխանության աղբյուրը Նիկոլ Փաշինյանի միջնադարում օրինակ Աստվածև չէ իշխանության երկինքն է իշխանության աղբյուր հանդիսանում լեգիտիմության։ Հիմա այդ երկնքին Նիկոլ Փաշինյանին փոխարինել է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իր լեգիտիմության աղբյուրը հիմա գտնվում է Ադրբեջանում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Ես շնորհում զրուցում եի Դերենիկ Մալխասյանից, տեսություն կհանդիպենք։